օրնեցեք Տեր Աստված օրհնի Ժողովուրդը։ Եվ Տեր Հայր, այսօր մտահոգություններ կան եւ եկեղեցու շուրջ սեղմվող օղակի հետ կապված եւ հենց վեհափառ հայրապետի շուրջ սեղմվող օղակի, դուք ինչպես եք պատկերացնում հանգուցալուծումը որպես եկեղեցու քարերից մեկը, եկեղեցու պահապաններից մեկը։ Շատ հետաքրքիր է կարծում, եկեղեցու պահապան, շատ բարձր է ասված։ Մենք զինվոր ենք։ Ճիշտ է, ծառայության մեջ, որպես սպասավոր աստիճանակարգության մեջ զինվորությունը, բայց ժողովրդի հետ ունեցած մեր հարաբերությունների մեջ արդեն մենք որպես սպա ենք հանդես գալիս եւ նաեւ պարտավորություն ունենք այդ ժողովրդին ճիշտ ուղու բերել, որ Քրիստոսի զինվորներ են, որտեղ ամեն սպայի համար ամեն զինվոր թանկ է։ Այդպես էլ մեր համար։ Ինչ վերաբերում է ձեր հարցի սկզբնամասին եկեղեցու շուրջ, ամենքիս աչքի առջև է ինչ որ տեղի ունենում, ամենքս էլ տեսնում ենք սրբազաններ ունենք ձերբակալված, մեր քահանա-եղբայրն է տնային կալանքի մեջ, տեղեկատվություն, անընդհատ տեղեկատվություն, անհանգստացնող է բնականաբար, բայց մենք թե որպես Քրիստոսի զինվոր, թե որպես այս եկեղեցու սպասավոր եւ արդեն սպայի, այսպես ասած, կոչումով զինվոր, մենք պատրաստ ենք ամեն տեսակ փորձությունների դիմակայելու, դիմագրավելու հոգևոր պատերազմով, աղոթքով, միաբանությամբ, սիրով, էսա որ պիտի աղթի։ Սարգիս, դուք քանի որ հովանավանքի հետ կապված այդ ամեն ինչում ներկա եք եւ այն ժամանակ բավական շատ քննարկվեց ձեր նշանակման հետ կապված։ Հիմա ընդհանուր առմամբ այդ եկեղեցում հովանավանքում ինչ է, ինչպես է տեղ ունենում պատարակները, դուք ինչ տեղեկություններ ունեք Ստեփան Ասատրյանին։ Ես մեկ ամիսա չեմ գնում այնտեղ, քանի որ ինչպես գիտեք եկեղեցին հայտարարություն տարածեց մայրաթոռը, որ եկեղեցին պիտի նորից սրբագործվի, այսինքն այնտեղ իմ կամ որևէ այլ օծյալ հոգևորականի ծես կատարելը այլևս իմաստ չունի, այսինքն ոչ թե իմաստ չունի այն առումով, որ այդ սրբավայրը չգիտեմ ինչ։ Այդ սրբավայրը մեր սրբավայրն է, բոլորի սրբավայրն է, բայց կգա ժամանակը, երբ որ այն մարդը, ով որ եկեղեցու կողմից կարգալույծ է հռչակվել, օրենքով սահմանված կարգով կլքի այդ տարածքը, որտեղ գտնվելու իրավունք չունի, եկեղեցին կմաքրվի, կսրբագործվի։ Հիմա Ստեփան Ասատրյանն է պատարակներ անցկացնում, ինքն այնտեղ եկեղեցին, քանի որ կարողացել է փոխել։ Դե կողպեքի փոխելը այտենց էական ինչ-որ մի բան չի, եկեղեցին առավոտը բացում է, երեկոյան փակվում է, խնդիրը կողպեքի փոխել կամ որևէ մի բան չի, խնդիրն է նա, որ եկեղեցին մայրաթոռը բոլոր իրավական փաստաթղթերով ներկայացրեց, խնդիր դրվեց իր դուրս գալու, իրենք մերժեցին, ունենալով աջակցություն, մենք էլ սպասում ենք մինչև շարունակում է նրա անվտանգություն, այսպես ասած, ապահովել համապատասխան մարմինների ներկայացուցիչները։ Եկեղեցու տարածքում մշտական ոստիկաններ դեռ շարունակում են լինել, հսկողություն կա, գյուղի մեջ են, եկեղեցու կողքն են, թե իր անձնական ինչպես է ապահովում, չգիտեմ ես մանրամասներ։ Այս ճնշումները, որ իրականացվում են նաև կալանավորումները, Աշակ Սրբազանը եւս կալանավորվեց 2 ամսով, սա ազդեցություն ունենում է հոգևորականների վրա, վտանգ տեսնում եք այս առումով, որ այս ճնշումները այնուամենայնիվ Դե վտանգը իրանք հայտարարում են ինչ են ուզում, որի իրավունքը չունեն իրանք անելու, ես ինչպես նշեցի, մենք մեծ փորձության մեջ ենք, բայց այդ փորձություններին եկեղեցին իր դիմագրավելու ձևերը, նորից եմ ես ասում, մենք ինչպես տեսնում եք, մենք եղբայրներով, մեր քահանայերով, թե մի մնացած հոգևորական ժողովրդով միաբանության մեջ ենք, աղոթական, գործնեության, թե մի ճիշտ է սրբազանի բացակայությունը մեծապես երևում է, բայց մենք քահանայերով, ի գլուխ ունենալով մեր վարչական խորհրդի ատենապետին Հայր Սուրբին, Հայր Շնորհքին, մենք փորձում ենք ամեն կերպ փորձում ենք այնպես անել, որպեսզի թեմի հոգևոր ծառայությունը չտուժի։ Ճիշտ է, շատ պակասությունը զգալով մեր սրբազան հոր եւ մշտապես աղոթելով։ Աջակցությունն ավելի մեծ է վեհափառի, քան երբ որ դժգոհություններ միայն գալիս են այնտեղից, որտեղից ամենքս ամեն օր լսում ենք։ Այս մնացած տեղերից մեր ժողովուրդը
ավելի անտեղյակ վիճակի մեջ են շատը, ինչքանով ես շփվում եմ ժողովրդի մեջ եմ, հարցադրումներ կան մեզ ամեն օր, մարդիկ ավելի շատ անհանգստացած վիճակ կա ժողովրդի եւ ժողովուրդը շատ տուժում են ապատեղեկատվությունից, այդ ամբողջ սուտ տեղեկատվությունը, որ տարածում է, դա է ավելի շատ վնասում եւ ժողովուրդը կարծես թե խառնաշփոթի մեջ է ընկնում, բայց մենք անդադ ժողովրդի մեջ ենք, պատրաստ ենք իրենց բոլոր հարցերին պատասխանելու, իրենք էլ պատրաստ են լինելու եկեղեցու մեջ, որտեղ որ իրանք կան, որպես զինվոր։